new Miss Universe is Armenia! Արհեստական բանականությամբ ստացված այս կարճ հոլովակը, որում իբրև թե Miss Tiezer Ktitros-ը Հայաստանն է նվաճել, 1000-ից ավելի կիսում ունի ու հսկայական քանակի դիտումներ։ Թեև տեսանյութի վրա հստակ երևում է արհեստական բանականության նշանը, սակայն շնորհավորական լուրջ մեկնաբանություններ գրողների պակաս չկա։ Մի քանի ընկերությունների հիմնադիր արհեստական բանականության փորձագետ Ռեմ Դարբինյանն էր տեսանյութը Facebook-ում տեղադրել մի քիչ կատակի, մի քիչ էլ սոցիալական փորձի համար։ Պարզելու թե լսարանի որ մասը կհասկանա, որ տեսանյութն իրական չէ։ Իսկ նման փորձ անելու միտք ծագել էր, երբ արհեստական բանականությամբ ստացված մեկ այլ տեսանյութ հսկայական դիտումներ էր ունեցել ու անգամ որոշ լրատվամիջոցներում օգտագործվել որպես իրական։ Սպասում էի, որ նմանատիպ բան պետք է լինի, որովհետև դրանից մի քանի օր առաջ էլ ուրիշ վիդեո է տեղադրել ու տեսել էի, որ մարդիկ չեն կարդում կոմենտները, այսինքն մեկնաբանություններում ունեմ ընկերներ, ինձ հետևորդներ, որոնք միանգամից գրել են, վայ, այս արհեստական բանականությունը վասարկած, բայց մնացածները չէին էլ կարդում, այսինքն մտնում են, նայում են նույնիսկ, իրանք էլ ենք կոմենտով մեկնաբանություն թողում, բայց միևնույնն է, շեյր էին անում, լայք էին անում, դրանից մի քանի շաբաթ հետո որոշեցի մի հատ էլ տեստ անել, տեսնել լավ միգուցե կարող է մի բան փոխվել հատուկ այդ ծրագիրը, որով սարքել է իրանց լոգոն վրան գնում է, արդեն արևում է, որ լոգոյով է ինչ-որ տենց բան արած էլի, բայց պարզվեց, որ հանրությունը դեռ ամբողջովին իրազեկված չի, որ արհեստական բանականությունով հիմա հնարավոր է ստանալ ամեն ինչ։ Սա դեռ անմեղ կատակ է, որի տարածումը որևէ մեկին չի կարող վնասել, բայց փաստը, որ մարդկանց միստվար զանգված, անգամ տեսանյութի արհեստական լինելու մասին նշանն է անտեսում ու հավատում ամեն տեսածի, մտահոգիչ է։ Այլ տեսանյութեր այդքան անմեղ չեն։ Ինչ եմ տեսել, որ արդեն օգտագործում են ու բավականին լավ ռեզուլտատով, երբ որ փորձում են մարդկանց խաբել։ Միանալու տարբեր պիրամիդաների, տարբեր ինչ-որ զանգեր անել, փող տալ, ինվեստիցիաներ անել, ներդրումներ անել։ Ազատության լրագրողներն էլ մի օր իրենց զարմանքով հայտնաբերել էին հրաշագործ դեղերի ու ֆինանսական անհավանական շահույթ խոստացող բուրգի ռուսալեզու գովազդներում, որ արհեստական բանականության միջոցով էին ստեղծվել։ Сегодня после скандального интервью взорвалась машина доктора. Առաջին հայացքից սա ես եմ։ Իմ արտաքինն է, իմ ձայնն է, նույն ստուդիայում եմ, անգամ հագուստս է նույնը։ Սակայն ես երբևէ նման տեքստ չեմ հաղորդել։ Մինչև դրանք բազմաթիվ դիմումներից հետո սոցցանցերում կարգելափակվեին, արդեն հասցրել էին բազմաթիվ դիտումներ ու կիսումներ ապահովել։ Իրականում արհեստական բանականության այս առաջընթացի հետ ճշմարտությունը մեռավ։ Այսօր այլևս հնարավոր չէ որևէ բանի հավատալ։ Տեսանյութ, ձայն, լուսանկար, ոչ մի բան այլևս իրական չէ։ Հին ու նոր միջոցներն ապատեղեկատվություն տարածելու համար կիրառվում են ոչ միայն ֆինանսներին ու առողջությանը վերաբերող նյութերում, մարդկանցից փող պոկելու համար, այլև քաղաքական դաշտում, ընդ որում պետությունների մասշտաբով, իբրև հիբրիդային գրոհի մաս։ Սլովակիայի 2023 թվականի խորհրդարանական ընտրություններն օրինակ առաջինն էին պատմության մեջ, որի նախընտրական պայքարում արհեստական բանականությամբ գեներացված կեղծ հեռախոսազրույց է օգտագործվել եվրոպամետ ուժերի դեմ։ Zase príde niekto a nahádže lístky priamo. Tým sa netrápi. Proste toto je už vyriešené. No, dobre. Սլովակ մեդիա փորձագետ Տոմաշ Կրիշակն, ով Երևանում էր մեդիա գրագիտության շաբաթին մասնակցելու, ասում է 2023-ին թիրախում եվրոպամետ գործիչ Միխալ Շիմեչկան էր, նրա ձայնով միանգամից 2 կեղծ նյութ էր հրապարակվել։ In one particular video, for instance, there was the leader of opposition, Mr. Shimechka. Օրինակ կեղծ տեսանյութերից մեկը տպավորություն էր ստեղծում, թե ընդդիմության առաջնորդ պարոն Շիմիչկան պատրաստվում է բարձրացնել գարեջրի գինը, ինչը իհարկե շատ վատ կընկալվեր բազմաթիվ ընտրողների շրջանում։ Popular, of course, with so many voters, right? Մյուս կեղծ հեռախոսազրույցը ավելի լուրջ մեղադրանքներ էր պարունակում, իբրև թե գաղտնալսված խոսակցության մեջ Միխալ Շիմեչկան եւ սլովակ հայտնի լրագրողներից մեկը քննարկում էին ինչպես են կեղծվելու ընտրությունները։ And of course, this was again made artificially. Եվ իհարկե սա կրկին արհեստական բանականությամբ էր ստեղծվել, որպեսզի Սլովակիայի ժողովուրդը մի փոքր ավելի կասկածամիտ դառնա եւ չվստահի եվրոպամետ գործիչներին։ Եվ հետաքրքիրն այն էր, որ այս կեղծ տեսանյութերը շատ լավ համապատասխանում էին այն նույն ստերին, որ օգտագործվել էին նրանց քաղաքական մրցակիցների կողմից քարոզարշավի ժամանակ։ Իրականում շատ ակնհայտ էր, որ այս կեղծ արշավները, ով էլ որ դրան կազմակերպեր կամ տարածեր, իրականում փորձում էին բարելավել այժմ իշխող կուսակցության հնարավորությունները։ Sharing them
was actually trying to improve the chances of the now ruling party. Այն, որ գործողությունը եղել է շատ համակարգված ու թիրախային, ցույց է տալիս նաև փաստը, որ ձայնագրությունը հրապարակվել էր քվեարկության նախօրեին, լռության օրը, երբ ընտրություններին վերաբերող բովանդակություն տարածելու սահմանափակում էր գործում։ Ուստի ապատեղեկատվությունը հերքելու հարցում էլ բարդություններ կային։ Տոմաշ Գրիշակն ասում է, իրենց հետազոտությունները ցույց են տալիս, որ նման ուղղորդված քարոզչությունը գալիս է ռուսական աղբյուրներից։ This was coming from the platform Telegram, which is a Russian platform. Եվ երբ վերլուծեցինք, թե որտեղից է ապատեղեկատվությունը հայտնվում, պարզվեց հիմնականում Telegram-ից, որը ռուսական հարթակ է։ Սլովակիայում այն հաճախ է օգտագործվում այսպիսի ապատեղեկատվություն տարածելու համար։ Այսպիսով արդեն իսկ մեծ տարածում կար, ինչը նշանակում էր, որ Սլովակիայում շատ համայնքներում իրականում այդ աղբյուրներին էին հետևում եւ չէին հետաքրքրվում փորձագետների հերքումներով։ Հասարակության այդ մասի համար այս տեսանյութերը իրական էին, չնայած դրանք հերքվել էին։ These videos were true even though they were debunked. Համացանցում հայտնված նյութը տասնյակ հազարների դիտումներ է ունեցել, թե քանիսն են հավատացել, քանիսը ոչ, որքան է դա ազդել ընտրությունների վրա դժվար է ասել։ Բայց փաստ է, որ այդ ընտրություններում ավելի բարձր քվեները հավաքել ոչ թե Եվրոպամետ Շիմեչկայի, այլ ռուսամետ Ռոբերտ Ֆիցոյի քաղաքական ուժը։ Ֆիցոն ի վերջո դարձել է Սլովակիայի վարչապետը, ուժեղացնելով լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներն ու լուծարելով կոռուպցիայի դեմ պայքարի համար առանձնացված դատախազությունը։ Գրիշակն ասում է, որքան էլ հերքվեն նման նյութերը, դրանց ազդեցությունը միևնույն է հսկայական է։ Unfortunately too late, because I really like to quote Tudidikis, the historian. Իրականում հերքումը ցավոք հիմնականում ուշացած է լինում։ Ես սիրում եմ մեջբերել հին հույն պատմաբան Թոդիտիկասին, ով մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում նկատել էր, որ մարդիկ հակված են հավատալ ոչ թե ճշմարտությանը, այլ առաջինը լսածին։ Այստեղ էլ շատերի համար հենց իրենց ստացած առաջին տեղեկություններ արժանահավատ համարվել, անկախ նրանից, որ հետո այն բազմիցս հերքվել էր։ Բայց սա իհարկե միակ գործոնը չէր, որը փոխել է նրանց կարծիքը։ Սլովակիայի նման երկրներում ապատեղեկատվության քանակը շատ մեծ է։ In countries like Slovakia, it's very vast. Սլովակիան միակ երկիրը չէ, որտեղ ընտրությունների շրջանում նկատվել են ազդեցության կամ միջամտության փորձեր։ Ռումինիայում անցած տարի աննախադեպ մի բան կատարվեց։ Սահմանադրական դատարանը չեղարկեց նախագահական ընտրությունների առաջին փուլը եւ նոր ընտրություններ նշանակեց, երբ գաղտնազերծվեցին հետախուզության տվյալները, որոնց համաձայն մինչև այդ գրեթե անհայտ ծայրահեղ աջ թեկնածու Կալին Ջորջեսկուն երկրորդ փուլ էր անցել Ռուսաստանի կողմից TikTok ու Telegram ալիքներում իրականացված լայնածավալ քարոզարշավի արդյունքում։ Միջամտության այս փորձից հետո Ռումինիայում խստացվեցին քաղաքական բովանդակության վերաբերյալ սոցցանցերի կարգավորումները, հատկապես ընտրությունների շրջանում։ Մոլդովայի վերջին թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունների շրջանում եւս արձանագրվել է արտաքին միջամտության փորձ։ Մոլդովայի անվտանգության ծառայությունները հայտարարել են, որ Ռուսաստանը մոտ 100 միլիոն եվրո է ծախսել 2024-ի ընտրական գործընթացին ու հանրաքվեին միջամտելու համար, փորձելով մոլդովացիներին տրամադրել Եվրամիության դեմ։ Տոմաշ Գրիշակն ասում է, թեև արհեստական բանականությունն ու տեխնոլոգիաները նաև հնարավորություններ են ստեղծում, որպեսզի թվային դաշտի մոնիտորինգ իրականացվի, վերլուծվի ու պատկերացում կազմի, թե ինչ է կատարվում, սակայն առայժմ հիբրիդային գրոհների պատասխանը համակարգված եւ համարժեք չէ։ This information being created also by artificial intelligence is really weaponized. Իմ փորձից տեսնում եմ, որ արհեստական բանականությամբ ստեղծված այս տեղեկատվությունը իրականում վերածվում է զենքի։ Նրանք, ովքեր վարում են հիբրիդային պատերազմն ու իրականացնում են մեծ մասշտաբի մանիպուլյացիաներ, արդեն իսկ հիանալի կերպով օգտագործում են արհեստական բանականությունն իրենց նպատակին հասնելու համար։ Մինչդեռ տեղեկատվական տարածքը պաշտպանել փորձողները կարծես թե փորձարկումների փուլում են եւ դեռ պատրաստ չեն մշակելու ռազմավարական նշանակության մի բան, որն իրականում կպաշտպանի տեղեկատվական տարածքը ու կպաշտպանի նաեւ խոսքի ազատությունը, որը պետք է գոյություն ունենա նույնիսկ թվային ոլորտում։ Even in the digital realm. Գրիշակն ասում է, ինքը մեծ հույսեր է կապում Եվրամիությունում ընդունված թվային ծառայությունների ակտ կոչվող օրենքի հետ։ Այն կարելի է ասել Եվրամիության ինտերնետային սահմանադրությունն է եւ կարգավորում է, թե ինչպես պետք է օնլայն հարթակներն աշխատեն բովանդակության, գովազդի եւ օգտատերերի հետ։ Այդ ակտը պահանջում է, որ հարթակներն ունենան համակարգեր ապատեղեկատվության տարածումը նվազեցնելու համար, հատկապես ընտրությունների, ճգնաժամերի եւ պատերազմների ժամանակ համագործակցեն փաստահավաքների ու հետազոտողների հետ։
Բացի այդ, Եվրամիությունը ստեղծել է նաև վերահսկողության համակարգ։ Միության յուրաքանչյուր երկիր նշանակում է թվային ծառայությունների համակարգողի եւ եվրոպական հանձնաժողովը վերահսկում է խոշոր հարթակները։ Խախտողները կարող են տուգանվել տարեկան համաշխարհային շրջանառության մինչև 6%-ի չափով։ Ի թիվս այլ հարթակների TikTok-ը, Meta-ն եւ X-ը քննության տակ են, սակայն որևէ ընկերություն դեռ չի տուգանվել։ Digital Services Act. Թվային ծառայությունների մասին օրենքը Google-ի կամ Meta-ի նման խոշոր թվային հարթակներին ավելի պատասխանատու է դարձնում եվրոպական երկրներում իրենց գործունեության համար։ Եվ ես կարծում եմ, որ սա մեկ քայլ առաջ է ստեղծելու օրենքի գերակայություն, այս քաոսի մեջ, որը գոյություն ունի արդեն 2 տասնամյակ, որտեղ թվային հարթակները կարող են անպատիժ մնալ եւ ուզածի չափ անպատասխանատու գործել։ Ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, բայց ես նաեւ տեսնում եմ, թե որքան դժվար է իրականում պատասխանատվության կանչել այդ հարթակներին։ Դա մեծ մարտահրավեր է։ So it will be a big challenge. Իսկ ինչ վիճակ է Հայաստանում։ Այստեղ դեռ քաղաքական բովանդակությամբ deepfake տեսանյութեր կամ ձայնագրություններ չեն եղել, բայց ապատեղեկատվության պակաս էլ չկա։ Ավելին խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ հայկական ներկայացող, բայց Ռուսաստանում ստեղծված Telegram հարթակներում քարոզչությունն ակտիվացել է։ Սա պարզել է Ազատության հետաքննությունը։ Ռուսական քարոզչության գլխավոր հարթակներից մեկում Telegram-ում Ազատությունը նույնականացրել է ավելի քան 20 ալի։ Նույնն է վկայում նաև ուսումնասիրությունը, որ դարձյալ Telegram հարթակներում իրականացրել է փաստեր ստուգող հետազոտող լրագրող Լուսինե Ոսկանյանը հանրային լրագրության ակումբի իրականացրած ծրագրի շրջանակներում։ Նա արդեն 3-րդ տարին է, ինչ ուսումնասիրում է մոտ 2 տասնյակ տելեգրամյան ռուսալեզու ալիքներ, որ միասին ունեն մի քանի միլիոն լսարան եւ առաջին ակնհայտ փոփոխությունը, որ նկատել է, հրապարակումների թվի կտրուկ աճն է նախընտրական տարում։ 2-3 անգամ հրապարակումների թիվը մեծացել է Հայաստանի վերաբերյալ։ Հիմնական թեմաները, որոնք առաջ են տարվում, շատ նման են նաև արևելյան Եվրոպայում շրջանառվողներին, բայց ավելի տեղայնացված են։ Հիմնական նարատիվը այնպեսին է, որ Հայաստանը առանց Ռուսաստանի կործանվելու է, իսկ այս բոլոր փորձերը եվրոինտեգրման կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու դրանք ժամանակավոր են, բան ավանդական, հա, որ ներկայիս իշխանությունները Սորոսի եւ արևմտյան կազմակերպությունների դրածոներ են, որոնք աշխատում են ոչ թե հանուն հայկական շահի, այլ արտաքին ուժերի համար։ Այս բոլոր նարատիվները շատ հատուկ են ռուսական հիմնական նարատիվներին, որոնք օրինակ ես նկատեցի կային նաև Մոլդովայի ընտրությունների տարածված նարատիվների շրջանում։ Նման նարատիվները ծանոթ են նաև Էստոնիայի պաշտպանության եւ անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն ու համահիմնադիր ռազմավարական հաղորդակցության եւ ապատեղեկատվության վերլուծության փորձագետ Դմիտրի Տեպերիկին, ով Հայաստան էր եկել հանրային լրագրության ակումբի ծրագրի շրջանակներում ապատեղեկատվության դեմ պայքարի էստոնական փորձի մասին խոսելու։ Տեպերիկն ասում է, ավելի ու ավելի հաճախ ոչ միայն ռուսական դրոններն են հատում Բալթյան օդային տարածքը, այլև ապատեղեկատվական արշավները, որ ավելացնում են հանրության բևեռացվածությունը։ Basically, this Russian narrative tells that Ռուսական կեղծ նարատիվները ասում են, որ Բալթյան երկրները անկախ չեն, այլ Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի խամաճիկներն են։ Իհարկե, տնտեսությունն է հիշատակվում։ Ընդգծում են, որ Բալթյան տնտեսությունները կայուն չեն եւ որ միայն Ռուսաստանի հետ համագործակցությունը կօգնի նրանց գոյատևել։ Ինչը իհարկե ճիշտ չէ, բայց մենք խոսում ենք ապատեղեկատվության մասին։ Երբ որոշ մարդիկ հավատում են ապատեղեկատվությանը, ապա մենք ունենում ենք բևեռացում տարբեր խմբերի միջև։ Այսպիսով քարոզչությունը փորձում է ամրապնդել անվստահությունը հասարակության մեջ, որպեսզի տարբեր խմբեր չկարողանան ընդհանուր լեզու գտնել ու փոխզիջման գնալ որևէ հարցի շուրջ։ Cannot find a compromise on whatever issues. Իսկ որքանով է Հայաստանի մեդիա դաշտը բևեռացված 0-ից 10 սանդղակով։ 12 իմ կարծիքով 12-10 բալանոց համակարգից, որովհետև բավականին շատ խոսակցություն չկա, ես այդպես եմ սիրում ասել, որ խոսակցություն տարբեր խմբերի մեջ գոյություն չունի, ինֆորմացիոն աղտոտվածությունը շատ բարձր է, ու ես ընդհանրապես կարծում եմ, որ անգամ փաստեր ստուգողների եւ ապատեղեկատվության պայքարողների աշխատանքն է շատ ոչ արդյունավետ դարձել, որովհետև տարբեր խմբեր չեն կարողանում իրար առհասարակ լսել։ And our experience is based on so-called inclusive
Մեր փորձը հիմնված է այսպես կոչված ներառական պատմությունների վրա, այսինքն համագործակցել տարբեր անկախ լրատվամիջոցների, հեռուստաալիքների ու խմբագրությունների հետ եւ ունենալ ջենտլմենական համաձայնություն որոշակի սկզբունքների շուրջ, հատկապես նախընտրական եւ ընտրական շրջանում, ավելի շատ հրապարակել ներառական նյութեր եւ միավորող պատմություններ, բևեռացումը չսրելու համար։ Not to escalate polarization. Իսկ ինչպես է հնարավոր պայքարել ապատեղեկատվության ու մեդիա մանիպուլյացիաների ակտիվացող հոսքի դեմ եւ խուսափել շարունակաբար կարծրացող բևեռացումից։ Եվրոպացի մեդիա փորձագետները հիմնական շեշտը կրթության վրա են դնում։ Էստոնիայում Դմիտրի Տեպերիկն ասում է, ապատեղեկատվության դեմն առնելու համար 2022-ից արգելվել են ռուսաստանյան ալիքներն ու սոցցանցերը։ Սակայն ապատեղեկատվությունը այլ ճանապարհներ է գտնում եւ մեկ ամենակարող միջոց չկա, ընդգրկուն մոտեցում է պետք։ Our approach in Estonia, as we called it, is Մենք սա անվանում ենք ողջ հասարակությունը ներառող մոտեցում։ Տեղեկատվական դիմադրողականությունը ամրապնդելու մեջ յուրաքանչյուր շահագրգիռ կողմ ունի իր դերն ու պատասխանատվությունը։ Ակնհայտ է, որ մենք խոսում ենք համատեղ պատասխանատվության մասին, քանի որ դա բոլորի խնդիրն է, ոչ թե միայն կառավարությանը։ Բայց ակնհայտ է, որ որոշ քայլեր պետք է ձեռնարկվեն եւ ձեռնարկվել են կառավարության կողմից։ Օրինակ, ռուսական ալիքները արգելելը կամ սահմանափակելը։ Սա իհարկե շատ կտրուկ լուծումներ են, որոնք կարող են ձեռնարկվել պետության կողմից։ Բայց երկարաժամկետ լուծումների համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է համագործակցություն այլ գործող անձանց հետ։ cooperation with other actors is needed. Ըստ Դմիտրի Տեպերիկի կարևոր է մեդիագրագիտության բարձր մակարդակն ու վաղ տարիքից քննադատական մտածողություն զարգացնելը։ 2010 թվականից օրինակ Էստոնիայի դպրոցներում մեդիագրագիտությունը այս կամ այն կերպ դասավանդվում է ցածր ու միջին դասարաններում, թեև առանձին առարկա չկա, սակայն այդ գիտելիքները հիմնականում ինտեգրված են այլ առարկաների շրջանակներում։ Իսկ բարձր դասարաններում արդեն 35 ժամանոց կուրս անցնելը պարտադիր է։ Մեդիագրագիտությունը համարվում է նույնքան կարևոր, որքան մաթեմատիկան կամ գրել կարդալ սովորելը։ We prepared teachers. We prepared also Մենք պատրաստել ենք ուսուցիչների, նաև պատրաստել ենք նյութեր եւ դպրոցներն անցկացնում են մեդիագրագիտության դասեր։ Դրանք պարզապես ուսուցչի մենախոսություն չեն, այլ ինտերակտիվ ու խաղային դասեր, քննարկումներով։ Հաջորդ քայլը, որ հիմա իրագործվում է գրադարանների հետ միասին, տարեցների համար է։ Նրանք սովորաբար ցերեկներն ազատ են եւ հենց գրադարանում կարող են մեդիագրագիտության մասին տեղեկություններ ստանալ, որովհետեւ նրանք նույնպես խոցելի են։ Մեդիագրագիտությունը գեներով փոխանցվող մի բան չէ։ Կարելի է սովորելու հմտանալ, եթե կա ամեն խմբին հարմարեցված ձևաչափ եւ մեթոդաբանություն։ Սա երկարաժամկետ գործընթաց է, որտեղ սոցիալական մեդիայի մասնագետները, հասարակական կազմակերպություններն ու կրթական հաստատությունները խաղում են ավելի շատ մեծ դեր, քան կառավարությունը։ Play even bigger role than the government. Կրթությունն ու մեդիագրագիտությունը ամենակարևոր բաղադրիչն է համարում նաև Տոմաշ Գրիշակը։ Նա 4 պատկերապատումների, կոմիքսների հեղինակ է, հենց մեդիագրագիտության թեմայով։ Ասում է, կան նյութեր, դասընթացներ, ծրագրեր, բայց դրանք շատ քիչ են պահանջվածից։ Թեև Գրիշակն ասում է, Սլովակիայում իրենց կառավարությունն այս նախաձեռնություններին առայժմ առանձնապես չի աջակցում, անգամ փորձում է իրենց կանգնեցնել, նրա խոսքով ամենակարևորը ապատեղեկատվության դեմ պայքարում անընդհատ ադապտացվելու ունակությունն է, որովհետև միջավայրը շատ արագ է փոխվում։ I think plenty of countries have shown that they have really good examples that worked. Կարծում եմ շատ երկրներ ցույց են տվել, որ ունեն իսկապես լավ օրինակներ, որոնք աշխատել են, բայց միայն որոշ ժամանակ։ Դա նշանակում է, որ եթե նույնիսկ հիմա աշխատող մի օրինակ ունենք, այն հավերժ չի լինելու։ Այսպիսով ճկուն լինելն ու ադապտացվելը շատ կարևոր է այս ժամանակներում։ Կարևոր է ունենալ հաստատություն, որը նաև կարող է արձագանքել մեդիագրագիտության ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությանը, աշխատել ուսանողների հետ եւ նրանց հետ խոսել այն մասին, թե ինչպես են նրանք օգտագործում արհեստական բանականությունը։ Կարծում եմ սա կլինի քայլ առաջ։ I think that is the move forward. Դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում մեդիագրագիտության ինտեգրված դասընթաց, դասընթացներ տարեցների եւ հասարակության այլ խոցելի խմբերի համար, վերապատրաստել ուսուցիչներին, դպրոցներին հատկացնել անհրաժեշտ նյութեր, աջակցել անկախ լրատվական կազմակերպություններին, ներառական ոչ բևեռացնող պատմությունների հրապարակման համար, հատկապես նախընտրական եւ ընտրական շրջանում, ստեղծել մեխանիզմներ, որոնք խրախուսում են լրատվամիջոցների պատասխանատվությունն ու թափանցիկությունը։
Մշակել եւ ընդունել օրենսդրական միջոցներ մեծ թվային հարթակների պատասխանատվությունը ամրապնդելու համար։ Հարթակներին պարտավորեցնել համագործակցել փաստահավաքների, հետազոտողների եւ տեղեկատվական անվտանգության փորձագետների հետ, ապա տեղեկատվության տարածումը նվազեցնելու համար։ Մշակել օրենքներ, որոնք կարգավորում են արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ բովանդակությունը եւ նախատեսում են պատիժներ կամ արագ արձագանքման մեխանիզմներ, հատկապես ընտրությունների շրջանում։ Ստեղծել փաստերի ստուգման հարթակներ կամ ուժեղացնել արդեն գոյություն ունեցողները, որոնք համագործակցում են սոցցանցերի եւ մեդիա կառույցների հետ։